Արարատյան խոհանոցն է եթերում հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ կրկին միասին ենք եւ շատ ուրախ եմ, որ ունկնդրում ենք մեր հաղորդումները։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես հյուր ունեմ եւ իմ հյուրն է Գարաջրի ակադեմիայի հիմնադիր, մեր լավ բարեկամ, մասնագիտությամբ իրավաբան, բայց խոհարարության մեջ արդեն հմտացած Արմեն Ղազարյանը։ Ողջույն, Արմեն ջան, ինչպես ես եղբայր։ Յանալի։ Շատ ուրախ եմ, որ չմերժեցիր մեր հրավերը եւ ավելացնեմ հարգելի հեռուստադիտողներ, որ Արմենը միաժամանակ նաեւ հանդիսանում է 15 թվականի Խորվաթի համահայկական փառատոնի բացարձակ հաղթող, ահա այս իմ կարծիքով թանկ նվերի տիրակալն է ինքը։ Ինչպես են գործերը, Արմեն ջան։ Գործերը լավ են, փառք Աստծո, առաջ ենք շարժվում։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր մի ուտեստ, որը հիմնական իր բաղադրիչը դա խոզի սրունքից է, կամ ազդրամիս, այսպես ասած։ Այո։ Ինքը միանգամից ասեմ, որ իր ծնունդով գնում է դեպի Եվրոպա, դեպի Բավարիա, բայց քանի որ մեր խոհանոցը հեղինակային է եւ մենք փորձում ենք բոլոր ուտեստները եւ տեղայնացնել եւ ադապտացնել եւ ունենալ ուրույն ձեռագիր, այո, մենք այս ուտեստը սարքում ենք յուրովի եւ մեր մոտեցմամբ։ Մեր հայկական քիմքին ավելի մոտիկ եւ ինչու՞ չէ նաեւ մի քիչ տարբերվելով ու չնմանվելով եվրոպական։ Հիանալի, խոհարարական իմաստով շատ հիանալի լուծումներ եք առաջարկում։ Ինչ մթերքներ ենք օգտագործելու եւ ինչ ջերմային մշակման պիտի ենթարկվի։ Մթերքները հետեւյալն են՝ խոզի սրունք, որը պետք է լինի ոչ պակաս 800 գրամից, քանի որ ջերմային մշակումը շատ երկար է լինելու, որ մենք կարողանանք ստանալ շատ նուրբ եւ փափուկ միս։ Ասեմ, որ խոզի սրունքը ընտրելիս անպայման պետք է ընտրել կաշվով տարբերակը, մաքրված, բայց կաշին մսի վրա անպայման պետք է լինի։ Սափրված։ Այո, այսպես ասած։ Խոզի սրունքից բացի համունքների մասով բահար հատիկավոր, սև պղպեղ հատիկավոր, խոշոր աղ, միանշանակ խոշոր աղ ոչ թե սովորական աղ, որովհետև խոշոր աղի համերն ու տարբերվում են, կարմիր կծու եւ քաղցր պղպեղ եւ ունենք այսպիսի մի լուծում, այստեղ մենք ջերմային մշակումից հետո սրունքը կգնա կրակի վրա, այսինքն խորովվելու է։ Խորովելու ընթացքում մենք վրձինով այս խյուսը, այսպես ասած, կամ սոուսը վրձինով քսելու ենք իր վրա, որ ավելի փափուկ։ Սոուսի մեջ լինում է չիլի պղպեղ, խոշոր մանրացված, խոշոր աղ, սխտորի փոշի, սոխի փոշի եւ ձիթայուղ։ Նրան ավելացնում ենք խաշելու ժամանակ ավելացնելու ենք այս ամենը, նաև դափնու տերև, համը ավելի յուրահատուկ եւ ինչու՞ չէ նաև մի քիչ էլ կոտրելու համար։ Մենք շատ լավ գիտենք, որ սոխն ու գազարը նաև համից բացի նաև աշխատում են որպես ֆիլտրեր։ Քանի որ մենք գործ ունենք խոզի ոսկրային հատվածի եւ մսի հետ, մեզ պետք է նաեւ այս երկու բաղադրիչները որպես ֆիլտր, որպես ախտահանիչ դերակատար։ Նաեւ որպես ախտահանիչ, որտեղ սոխն ու գազարը նմանատիպ ապրանքներ պատրաստելու համար պահանջվում են նաեւ հավելյալ այն ինչ որ անհրաժեշտ չէ, այն համերն ու կամ այն տարերը պետք է իրանց մեջ քաշեն։ Մենք ստեղ ունենք խավարտի համար նաև կարտոֆիլ, որը ասեմ թերխաշ է հիմա, իսկ հետո ինքը նաև նույնպես խորովվելու է եւ կարելի է ասել, որ վերջ։ Շատ լավ, գնացինք։ Ուրեմն սկսենք երևի թե խոզի սրունքից։ Խոզի սրունքի տեսքը կարելի է ցույց տալ, թե բրգաձև է ինքը, կտրվածքը, այս դեպքում սա մոտ կիլո 100 գրամ է։ Ազդրամասի ներքին մասն։ Նա ազդրամասի ներքին հատվածն է, այո։ Իրա մեջ խաղային հատվածներ չկան, այսինքն միջև խաղը, միջև հոդը, այսպես ասած, կտրվածք է կատարվում։ Սա յուրահատուկ կտրվածք է ու այս հատվածի միսը համարվում է, քանի որ ինքը շարժական մկանային է, ինքը շատ համեղ միս պետք է որ լինի մեր մոտ։ Ուրեմն սկզբից մենք կփորձենք հերթականությամբ ավելացնել համունքները, հետո կավելացնենք մենք եռացած ջուր եւ կդնենք միսը խաշվելու մոտարապես 45 րոպե ըստ իր քաշից։ Շատ լավ։ Աղ ավելացնում ենք
այսպես, եթե ճաշի քթալի մասով ասեմ 2.5 ճաշի քթալ, ավելացնում ենք սև պղպեղ մոտ 20-25 գրամ։ Հատիկավոր հոտավետ պղպեղ եւ Այո, սև բահար, պղպեղ։ այսպես ասած բահար, Այո։ սև հատիկավոր պղպեղ, ավելացնում ենք կծու եւ քաղցր կարմիր պղպեղ, որ արդեն մենք խառնել Այո։ ենք։ Սա նաեւ ինչու՞ չէ գույնի համար է շատ կարևոր, որ մենք վերջնական ախորժաբեր գույն ստանանք։ Ավելացնում ենք ոչ ավել քան 2 դափ նոթերև։ Ավելացնում ենք։ Իդեպ ասեմ, կտրվածքը շատ կարևոր է, որ մենք կատարենք ոչ թե մանր կամ ուղղահայաց, այլ այսպես, որովհետև գազարը աշխատում է ինչպես եւ բուսականությունը կամ ծառը իր աճման ուղղությամբ։ Ու ֆիլտրն է նույն ձևի պետք է աճման ուղղությամբ լինի, մի քիչ ջուր հիմա Մի քիչ ավելացնենք։ ջուր լցնենք, որտեղ արդեն սալոջախին է դրված կացան։ Այո։ Նույն կերպ կտրատում ենք սոխը։ Իր համերը, իր ազդեցությունը լավ ավելի շատ լավ հաղորդում է, երբ որ մենք այդ աճման հետ ուղղությունը պահպանում ենք կտրում։ Այո, իհարկե, Այնպես ինչպես միսը որ կտրում ենք, մկանային հյուսվածքին ուղղահայաց պետք է կտրենք, որ կարողանանք պահել սննդային այո, արժեքները։ մենք ստեղ մոռացել ենք մի հատ sense փոքր նրբության մասին, որը սխտորն է։ Սխտորը անպայման պետք է տեղ գտնի, քանի որ խոզի միսը եւ սխտորը շատ համադրելի են։ Սխտորը մենք օգտագործել ենք միայն խաշման ընթացքում։ Հետագայում սխտորի փոշին է լինելու, ավելի նուրբ համ ստանալու համար եւ ավելի համապարփակ համ ստանալու։ Շատ լավ։ Սխտորը նույնպես կտրատում ենք։ Երկու բջեղ սխտորը մեզ բավարար է։ Եվ այսպես ասած ընկղմում ենք այս միսը այս խառնուրդի մեջ։ Այսպես Մենք խոսում էինք այն սարքավորման մասին, որ կոչվում է ռուսերեն արտահայտված սկարավարկա։ Այո, արագաեր, Արագաեփ։ Արագաեփ։ Դա մի փոքրիկ կաթսա է կամ մեծ չափերը այդքան կարևոր չեն, բայց էությունը կայանում է նրանում, որ ամբողջապես հերմետիկ փակվում է, նույնիսկ փականներով այսպես։ Այո։ Այսպես ասեմ, եթե պետք է ստանալ ունիկալ եւ շատ նրբահամ խոզի միս, անհրաժեշտ է, որ դուք ունենաք տանը նաեւ այդ արագաեր այսպես կոչված, ու այս դեպքում խոզի միսը կեփի ոչ թե ջրի մեջ, այլ գոլորշու ազդեցության ներքո։ Բարձր ճնշման։ Այո։ Հիմա կսպասենք 45 րոպե։ Շատ լավ բարեկամներ, 45 րոպե պիտի խաշվի, այնուհետև մենք այդ խաշված ազդրամիսը արդեն կհանենք, արդեն կսկսենք այլ ջերմային մշակման ենթարկել։ Կսպասենք այդ րոպեները։ Արմեն ջան, ոնց որ արդեն խաշվեց 45 րոպե 1 ֆուտբոլի 1 խաղակես։ Այո, 1 ֆուտբոլի խաղակես պետք է որ ինքը արդեն պատրաստ լինի։ Սա ջերմային մշակման առաջի փուլն է։ Եվս մեկ անգամ նշենք։ Հիմա մենք փորձենք այսպես։ Այո, բավականին գեղեցիկ ու կարմիր տեսք է ստացվել։ Այո, դու իզուր չէ որ նշեցի, որ կարմիր պղպեղը եւ համ եւ լավ տեսք է տալիս։ Իսկ խորովելուց հետո ել ավելի հետարքիր ու ել ավելի համով ծխի բույրով կստանանք խոզի սրունք։ Հիմա մենք պիտի գնանք կրակարանի մոտ, մաղալ, ինչպես նշում են, եւ ավելացնելով խոզի սրունքին այդ համեմունքը կամ այդ սոուսը, որ մենք պատրաստել ենք, եւ խորովելուց հետո կբերենք արդեն կմատուցենք։ Միանշան։ Գնացինք Արմեն ջան։ Ահա, Արմեն ջան, խորովեցինք արդեն, խավարտը նույնպես խորովեցինք, միջանց նշենք, որ խավարտը կիսա խաշ կարտոֆիլ էր։ Այո, եւ թարմ լոլիկ։ Մենք փորձում էինք այնպես անել, որ խավարտը լինի զուտ հայկական, այսինքն այստեղ կարտոֆիլը խորոված եւ լոլիկ նույնպես խորոված։ Շատ լավ։
ազդրը թող լինի եվրոպական, խավարտը հայկական։ Նույնպես ադապտացված ոչ միայն եվրոպական, այլ նաև մեր քինքի։ Հիմա ամենակարևոր Համապատասխան։ ամենակարևոր պահը Հիմա, ոնց այո։ պիտի մատուցենք։ Ինչպես թագավորին է վայել դզնում ենք խոզի սրունքը տախտակի մեջտեղում։ Ձևավորում ենք այսպես ասած խավարտով։ Այո։ Մենք ունենք նաև թթու Ծիծակ, պեղ ծիծակ, այսպես ասած։ Եվ թթու կաղամբ։ կաղամբ։ Ոնց էր կոչվում այդ կաղամբը, թթու։ Մալականի թթու։ Եվ սոխի օղակներով փորձում ենք այսպիսի տեսք տալ։ Վերջում ավելացնում ենք իհարկե խոզի միսը սիրում է թաց բաներ, որ իրան կարողանաս ավելի համով եւ ավելի Թացան, Սա դնում ենք մանանեխ, որը ի դեպ ասեմ, սա մեր պատրաստած մանանեխն է եւ նույնպես երկրորդ կարմիր սոուսը, որ մենք ունենք, տոմատի հիմքի վրա։ Այսքանն էր որ պատրաստեցինք։ մեկ փոքր բան ենք մոռացել, սա։ Հենց այսպես մատուցվում է։ Այո։ Արմեն ջան, խնդրեմ, եթե դու ասելիք ունես, իսկ գիտեմ որ դու ասելիք ունես, մեր հերոստատիտողներին խնդրում եմ արտահայտվիր։ Առաջի հերթին ուզում եմ ասեմ, պատրաստելուց հետո, եթե դուք տունը կպատրաստեք, բարի ախորժակ եւ վայելեք այս ուտեստը։ Երկրորդ ուզում եմ ցանկանամ, որ դուք խոհանոցում միշտ փորձեք նորարարական նորություններ, նոր համադրումներ, ինչպես ասում են, նկարը եւ երաժշտությունը եւ բոլոր արվեստները կենթանի են լինում այն ժամանակ, երբ որ նկարը կեղծում են, իսկ երաժշտությունը միշտ երգում։ Նույն ձև խոհանոցն է միշտ կենթանի մնում, երբ ինքը միշտ ադապտանում է, փոփոխվում, բայց մնում է միշտ կենթանի։ Ապրես դու Արմեն ջան։ Շնորհակալ եմ։ Հարգելի հերոստատիտողներ, այսքանն էր այսօրվա համար։ Ես ուզում եմ նշել, որ կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ եւ այս պարագայում հետը անպայման գարեջուր, լավ որակի։ Իսկ մենք ինչպես միշտ հրաժեշտից առաջ ցանկանում ենք, որ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Խոզի սրունք կծու սոուսով։ Խոզի սրունք 800 գրամ, կարտոֆիլ 50 գրամ, ստեփխին 50 գրամ, լոլիկ 50 գրամ, սոխ 30 գրամ, սխտոր 20 գրամ, կծու սոուս, դափնու տերև, ջուր, կարմիր եւ սև պղպեղներ, աղ, բարի ախորժակ։